Բարև ձեզ իմ սիրելի YouTube-յան հետևորդներ, դիտորդներ, իմ տեխնիկայի կապերի խնդիրների պատճառով, քանի որ էներգետիկ դաշտս բավականին մեծ է, ուժեղ է, միշտ այդպիսի խնդիրներ մեկ-մեկ ունենում ենք, բայց դե նեղվել պետք չի, այսօր կանցնենք ուրեմն բավականին շատ հետաքրքիր թվագիտության, վեդայական թվագիտության հետ կապված միֆիոլոգիայից, հա, խոսենք մի փոքր, մի վարքյան, մի փոքր կանք էստեղ, գրքերս էստեղ տնենք, ահա, սա պետք չի, որպեսզի մեզ չխանգարի։ Սկսենք մեկ թվանշանից, որը որ արևի մասին է խոսում, միֆիոլոգիայում դա Սուրյան է։ Ինչի մեջ է թաքնված թվահոգեբանության ամեն մի թվանշանի, այսինքն մեկը արև մոլորակների մասին է այստեղ խոսքը, որտեղ կապ ունի աստվածների հետ, միֆիոլոգիայում։ Արևը դա Սուրյանն է, մեկ թվանշանը, հա, վեդայական դիցաբանության մեջ հզոր դևն է ամենակ։ Այսինքն ինչի մասին է խոսում, լույսի և ճշմարտության խորհրդանիշն է։ Նա համարվել է բոլոր դևերի կամ դիվական, այսպես են ասում, աստվածների հայրը և նրա լույսը ընկալվել է որպես հոգու ճառագայթ, հա, ատման։ Նա նստել է ոսկե կառքի վրա, որը քաշում էր 7 ձիերը խորհրդանիշներով, 7 մարդու չակրաներն է դա կոչվում, կամ գունային, հա, ասպեկտների, ինչպես ասում են, 7 գույները։ Սուրյան նաև հանդիսացել է բժշկության և առողջության աղբյուր, հատկապես Այուրվեդայում, լսած կլինեք, այսօր նաև կա Այուրվեդայի հատուկ սալոն են բացել, որտեղ հատուկ դեղաբույսերով կամ բույսերով մարդիկ գնում են իրենց մասաժներ են անում, չգիտեմ ինչ, երևի լսել եք։ Բայց ընդհանրապես Այուրվեդան էլ ինձ մոտ մոգության մեջ, այո, ես Այուրվեդայից եմ տալիս դասեր, այնպես որ հարուստ է, հա, դասընթացները մոգության հետ կապված բավականին շատ հարուստ են, ոչ միայն Այուրվեդայի թեմաներով, այլ ընդհանուր։ Ինչ է հետաքրքրում, որ թիվ 1 թվանշանը արևի խորհրդանշում է մարդու ինքնության մասին, կամքի, հա, առաջնորդ լինելու, առաջնորդության և սիրո մասին, այսինքն ստեղծագործական ուժը, որի միջոցով սկիզբ է դրվում։ 2 թվանշանը դա ուրեմն լուսինն է, մոլորակը և այստեղ լուսինը կապ ունի մոր հետ, հա, այսինքն աստվածը միֆիոլոգիայում վեդայական դա եղել է Չանդրան։ Չանդրան և լուսինը, հա, այսինքն խորհրդանշում է մայրական էներգիան, հուզական աշխարհը մարդու ենթագիտակցությունը։ Իսկ վեդայական միֆերում Չանդրան կապված է հենց Սոմայի, հա, անմահության ըմպելիքի հետ։ Ստեղ լուսնին ձուլված է ջրային տարրն ու մետաղական փայլը մարմնավորելով գեղեցկություն և նուրբ զգայունություն։ Եվ այստեղ նուրբ զգայունությունը, ասենք, դուք եք ինքներդ, եթե կարդացել եք, ինձանից լավ կհասկանաք։ Այսինքն կարա լինի նաև նուրբ զգայունության վրա։ Նա նաև կրել է հրաշալի հմայքի ուժ, որից կախված են եղել տատանումները, պրիլիվ, որ ասում է մարդկային կյանքում։ Թիվ 2 թվանշանը խորհրդանշում է կամեցողություն, նրբություն և ներքին ուժ, որտեղ կապ ունի բարության հետ, ներդաշնակության թիվն է սա։ 3 թվանշանը դա Յուպիտեր մոլորակինն է, հա, Բրիհասպատին է, այստեղ միֆիոլոգիայում աստված է 3 թվանշանների գուրու, որ ասում ենք, դևերի աստվածների հոգևոր ուսուցիչն է եղել նա։ Նա իմաստության բավականին վսեմ գաղափարների և բարոյական դավանաբանն է։ Նրա կերպարը ներկայացել է բարձրագույն գիտելիք, զոհաբերություն, հանուն մեծ նպատակի և բարոյական հսկողության։ Բրիհասպատին կոչված է ուղղորդելուն, ինչպես դաստիարակ, այնպես էլ կարող է հոգևոր առաջնորդ լինել, գուրու։
որտեղ երեք թիվը իրենից արտահայտում է արտահայտման, ուսուցման հետ կապված սովորեցնելու մեծության եւ առատության ուժի հետ։ 4 թվանշանը դա ռահուն է, գրահային ասում, shadow։ Միֆիոլոգիայում ռահուն իրականում մոլորակ չի, այլ աստղագիտական ստվերային կետ է կոչվում։ Լուսնային հանգույց, այդպես լսած կլինեք աստղաբաններից, որովհետև միֆում ռահուն դև է եղել, որը փորձել է խաբեությամբ խմել Սոման, աստվածների անմահության ըմպելիքն է դա եղել, երբ այստեղ Վիշնուն կտոր է արել նրան։ Նրա գլուխը դարձել է դրա համար ռահու։ Նա խորհրդանշում է խաբեության կառմա ստվերային կողմեր մարդուն, բայց նաև հոգևոր աճ դժվարությունների միջոցով, որովհետև թիվ 4 թվանշանը շինարար է, կայունության և նյութականի հետ կապ ունի։ Երբ այն իշխում է ռահուի ազդեցության տակ, կարող է նաև բարդ ստվերային ու մտավոր հակասություններում լիթվալ։ 5 թվանշանը դա Մերկուրիի հետ կապ ունի, Բուդհան է, միֆիոլոգիայում հենց Բուդհան ծնվել է Չանդրայից, այսինքն լուսնի տարայի միջոցով, Նա իմաստության, բանականության և հաղորդակցության, ասում են, դիցուհին է եղել։ Հենց ինքը իր բնույթով նյութրալ է, զուսպ և տրամաբանական, և հաճախ այստեղ ներկայացրել է որպես հմուտ դիվանագետ, որովհետև նրա դերակատարումը խորհրդանշել է մարդու մտքի, կայունության, արագաշարժության և վերլուծության մասին։ Թիվ 5 ինքը, որովհետև շարժում թիվ է, ակտիվ է էլի, փոփոխության հետ կապ ունի, մագնիսական խարիզմայի և ուսման թվի հետ կապ ունի։ Այստեղ խելացիությունն էլ է շատ կարևոր, որովհետև այն հաճախ կապված կարող է լինել խելացիության և փորձառության հետ։ Հաջորդը դա 6 թվանշանն է, որը կապ ունի, կներեք։ 6 թվանշանն է, որը կապ ունի ուրեմն Վեներա մոլորակի հետ, Շուկրան է, միֆիոլոգիայում աստվածը, Շուկրան հենց ինքը դևերի թշնամիների, ասուրների հոգևոր ուսուցիչն է եղել, ստեղ սիրո արվեստի հարստության, գեղեցկության և հաճույքների խորհրդանիշն է եղել։ Նա ունեցել է վերակենդանացնելու, Սանջևանի էին ասում ուժը, և Շուկրան սովորեցրել է, ասում էին, այս հմայքը Շիվայից սովորել է։ Ինչքան գիտեմ, նրա ուժը բխել է, ասում են, սրտի զգայունությունից և տիեզերքի ներդաշնակ երաժշտությունից։ Այստեղ ինքը էլի կապ ունի պատասխանատվության հետ, գեղեցկության հետ, սիրո հետ, և հավասարակշռության թիվ է ի վերջո նա։ Հաճախ դիտվում է իբր ընտանիքի և զգացմունքային փոխհարաբերությունների կենտրոն։ Հաջորդ թվանշանը դա 7 թվանշանն է, որը կապ ունի կարմայի պոչի հետ, դա կետուն է։ Միֆիոլոգիայում կետուն ռահուի մարմնի մնացորդն է, այսինքն ռահուի գլխատելուց հետո։ Դա խորհրդանշում է անձնականացումը, միստիկան, անցյալ մարդու կարման և ազատագրումը։ Այսինքն նա հոգևորական է եղել, ճգնավոր, ով ասում էին, որ հրաժարվել է աշխարհիկ կյանքից, չնայած այստեղ կետում տրավմատիկ փորձություններ է բերում, նա այն մաքրող ուժն է, որն ազատագրում է մարդու հոգին կապանքներից։ Թիվ 7-ը, որովհետև խորհրդանշում է հոգևորության մասին, ինտուիցիայի և ներհայեցողության, իսկ եթե մարդ չունի այս ամենը, բնական է պատիժը սպասեցնել չի տա, որովհետև այստեղ միտված է դեպի ներքին ճանապարհ, Հաջորդը դա 8 թվանշանն է, որը կապ ունի Շանիի հետ, այսինքն Սատուրն մոլորակն է, Շանին համարվել է միֆիոլոգիայում, ասում էին, կարմայի դատավորի հետ, ով ինչ ցանում է, այն էլ հնձում է, լսած կլինեք, որտեղ նա բավականին խիստ է Սատուրնը, բայց արդար է, լավն ես անում, քեզ վարձատրում է, վատն ես անում, քեզ պատժում է, որովհետև պետք է կարգ ու կանոն հաստատի քո կյանքում։ Նրա ներկայությունը հաճախ բերել է փորձություններ, բայց այդ ամենը հոգու հասունացման նպատակով, որովհետև Շանին որդի է արևի,
եւ ծնվել է հենց հարստությամբ ու մաքրությամբ, բայց իր խիստ խառնվածքի պատճառով համարվել է դանդաղ, ճնշող, բայց բավականին մեծ ուսուցիչ։ Թիվ 8-ը դա այն մարդիկ են, ովքեր որ գալիս են մարդկանց կյանք անցյալ կյանքերից եւ կարող են ձեր կյանքը փոխել։ Խորհրդանշում է կառուցվածքի մասին, կարգապահության, պատասխանատվության եւ տրանսֆորմացիայի ցավի, տրանսֆորմացիան ինչի միջոցով, ցավի, եթե քեզ դաշ չի լինում, դու պետք է ցավի միջով անցնես, որ դու հասկանաս։ Սա արդեն կարծում եմ հասկացաք, հա, Շանին է, Սատուրն մոլորակը։ Հաջորդը դա Մարսն է, 9 թվանշանը դա Մանգալան է։ Միֆոլոգիայում Մարսը Մանգալան ռազմիկի աստվածն է, որովհետև նա ուժեղ, կրքոտ եւ ակտիվ ուժ է, իրենից ներկայացնում, որը նաեւ մարմնավորում է էներգիա, ինչի էներգիա, պատերազմի, մենք այսօրվա դրությամբ տեսնում ենք, պաշտպանության եւ պայքարի։ Իսկ վեդայական ավանդույթներում նա համարվում է երկրի որդին, հա, բհումի դևից։ Նա կարող է լինել ինչպես հերոս, ռազմիկ, այնպես էլ կարող է լինել ավերիչ, կախված էներգիայի, իր էներգիայի օգտագործումից։ Թիվ 9 ուժի առաջնորդության մասին է խոսում, ավարտի եւ նոր սկզբի մասին, կառուցելու։ Չմոռանանք, որ նաեւ 9 թվանշանը կապ ունի մարդու հոգեվորի հետ, որովհետև հոգևորը այստեղ պարտադիր է, 9 թիվը, 7 թիվը, սրանք հոգևորի հետ մեծ կապ ունեն, տրանսֆորմացիայի հետ, այսինքն տրանսֆորմացիայի պատույտն է սա, որը մաքրում է նախորդ փուլերը ու պատրաստում մարդուն հաջորդին։ Կարծում եմ բավականին շատ հետաքրքիր ինֆորմացիաներ ես ձեզ տվեցի մի փոքր հակիրճ միֆոլոգիայի 9 բոլոր թվանշաններից, մոլորակների, շատ կարճ, բայց ավելի գլոբալ ես այդ ամենը ձեզ կտամ իմ դասընթացների ժամանակ, ամեն մի թվանշանի հետ կապված, այնպես որ վայելեք միֆոլոգիայի հետ կապված ամեն մի մեկից մինչև 9 թվանշանի, հա, այս հին աստվածներին, մոլորակներին, որպեսզի ճիշտ իմանաք, հասկանաք, գիտելիք ձեռք բերեք եւ հասկանաք, թե ինչքան մեծ խորը բաներ կան ամեն մի թվանշանի եւ, հա, միֆոլոգիայի, մոլորակի աստվածների հետ ինչքան ինֆորմացիաները խորը կարող են լինել եւ դուք ինչ լավ ֆունդամենտ հետագայում կարող եք սովորել ինձ մոտ եւ դնել ձեզ համար հետագայում լինելով լավ մասնագետներ, լավ թվահոգեբաններ։ Այսօր այսքանը, սիրում եմ ձեզ, հաջողակ եղեք եւ երջանիկ։ Ձեզ հետ ծովինար վեդայական թվահոգեբաններ, այսօր այսքանը։ Լավ եղեք։ Ցտեսություն։